Ողջույն բոլորին, այս տեսանյութում ցանկության մասին է, բայց բացի սա նաև երկու ալիքներում ևս կլինի այն մասին, թե երբ կկատարվի ձեր ցանկությունները հենց 2026 թվականի մեջ, այդպես կարելի ասել։ Վերջին այս տարվա ցանկության տեսանյութն է և կտեղադրեմ արդեն չինական հորոսկոպի ալիքում, բնական է։ Իսկ արդեն մի փոքր ուշ, կարելի ասել հունվարի սկիզբ, կամ նաև վերջին օրերը, տեսնեմ ինչպես եմ ազատ լինելու, ինչպես եմ զբաղված լինելու, որովհետև դեռ էլի տեսանյութեր կան, որոնք որ պետք է անեմ, այն ժամանակ կնայենք արդեն երբ և բոլոր կենդանակերպի նշաններին։ Այսինքն ձեր ցանկությունները հատուկ կհանեմ քարտ, ձեր կենդանակերպի նշանով և մենք կնայենք, թե երբ է լինելու ձեր ցանկությունը։ Դրա համար հիմա արդեն մոտավորապես ձեր ցանկությունները պահեք այս ժամանակահատվածից սկսված, որպեսզի այդ ժամանակ ֆիքսվեք հենց ձեր ցանկության վրա, որովհետև շատ կարևոր է դա։ Սա ընդհանուր է, իսկ նա կենդանակերպի նշաններով է։ Նա տեսակներով չի լինելու, այսինքն 4 տարբերակ և այլն։ Իսկ հիմա պահեք 4 տարբերակ, կարծես ամեն անգամ այստեղ գնալուց գալուց հետո ինչ-որ ծռմռվում։ Լավ չեն զգում իրանց։ Պահեք 4 տարբերակներ, 4 տարբեր ցանկություններ, 4-ը նույնը մի պահեք, որովհետև այդպես չի կարելի։ Ինչպես եմ քարտայս ուղում, 4-ը նույնը չի թույլատրվում, չի կարելի, որովհետև մեկը կլինի, 3-ը չի լինի և դուք ինքներդ կխճճվեք, կամ կսպասեք այնքան մինչև որ լինի դա։ Նոմալ լավ կլինի մեկը պահեք ինտուիցիայով, գիտեք, որ ամեն շաբաթ լինում է, եթե այս ալիքում չի լինում, մյուսում է լինում, և այդպես շարունակա կարող ուղղակի մեկ շաբաթ հետո պահել, կամ եթե շատ կարևոր է ձեզ համար, ապա ուղղակի մտեք ցանկության այդ փլեյլիստը և այնտեղ ամբողջը ցանկության տեսանյութեր են կարող այսպես անել, աչքերը փակել և միացնել, որը պատահի, դա ևս ակտուալ է, որովհետև դուք չեք էլ հիշում, թե դա այնտեղ ինչ է կատարվել։ Եվ կանգնացրեք, մի թողեք, որ ես խոսամ, որովհետև կարող եմ խոսել և դուք հետո հիշեք, դրա համար կանգնացրեք և պահեք միանգամից ցանկությունը, հետո միացրեք և նայեք հենց այդ թիվը։ Այսքանը քարտեզ չի ուղղում, ընթացքում կուղղվի երևի, շատ է գնում այսօր կողմ, ծռմռվում է անընդհատ, չի տա։ Ահա, մինչև խառնեմ, պահեք, ֆիքսվեք ձեր ցանկության վրա, վերջին անգամ այս տարվա մեջ, կարող եք մինչև ամանորին ինչ-որ բաներ պահել։ Ես շարունակում եմ, տեսնեմ, կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Նախորդ անգամ հենց առաջինը ընկավ, հետաքրքիր էր շատ։ Նայեք հələ, մի փոքր, հա, շատ չի ուշանալու ձեր ցանկությունը, մի փոքր է դա լինելու։ Մեկ րոպե։ Ահա, ձի եկավ։ Հուսով եմ երևում է, որովհետև դիրքը, որ դրված է այստեղ, իմ հեռախոսը ցույց չի տալիս այդ պահը, հուսով եմ երևում է նորմալ։ Կորցրել էինք մեր ձյուն, չգիտեինք որտեղ է, գնել էինք և մեկ այլ տեղ էինք դրել։ Նայք մի փոքր գլուխը բարձր է և կան նաև գլուխը շատ ցածր ձիեր, որ չի թույլատրվում այս տարի։ Ես շատ էի ուզում գործել, բայց չգտա որևիցե սխեմա, որը ցույց է տալիս, որ գլուխը բարձր է։ Բոլորը գլուխը շատ էին ցածր, շատ մտածեր ես վզի մեջ։ Այդպես չգտա, ես էլ ժամանակ չունեցա, հավես չունեցա հորինելու, այդպես մնաց, չգործեցի։ Այս ինչքան շատ բան կա։
ինչ կա բացի ցանկությունից։ Ցանկությունը մի փոքր է հեռու։ Ուրեմն այն ինչ որ կասեմ, այդ ցանկությունները ընդհանրապես շատ չնչին տարբերությամբ կկատարվեն։ Այդտեղ նաև գումարը։ Ուրեմն նամակ ստանալ որևէ մեկից, SMS, փաթեթ կամ նաև ինչ որ փաստաթուղթ է կարող, որ շատ եք ուզում ստանալ, նոր բիզնես բացել, պարտքերը մարել, վարկերը մարել, նաև վարկ վերցնել, կարող եք փորձել, սա ինչ էր, լեզուն սովորել, լեզուներ կարող եք սովորել, նաև կենցաղային տեխնիկա գնել, ինչ որ մեկից բաժանվել, այնպես անել, որ այդ մարդը ձեզանից գնա, միգուցե հակառակ սեռի ներկայացուցիչ է, ով է ձեզ շատ անհանգստացնում, միգուցե ընկերուհի է, միգուցե չգիտեմ ով է, ումից որ ուզում եք, հա, որ նա գնա ուղղակի ձեզանից դզի նման կպած է եւ դա տեղի կունենա, բայց մի փոքր ուշ պետք է սպասեք։ Օտար երկրի հետ կապված յուրաքանչյուր հարց, որը կապված է նաև հանգստանալու այնտեղ, հա, որ պետք է հանգստանաք, նաև յուրաքանչյուր հարց, որը կապված է օտար երկրի հետ, ինչ որ գործողություններ։ Դիպլոմ, ինստիտուտ ընդունվել, քննությունները լավ հանձնել, գնալ շոպինգի, գումարը կա, այնպես որ կկարողանաք գնալ շոպինգի, միգուցե այս անգամ ոչ թե շոպինգ է, այլ ամանորի կապակցությամբ է, դե գումարը կգա, նաև հաշտեցում ինչ որ մեկի հետ, եթե վիճված եք, եւ այստեղ տեղափոխություն մեկ այլ բնակարան, նաև այստեղ սա էլ կա, տատի, պապի, այդպես թորներով, ծորներով, միգուցե երազանք է հավաքվեն մեկ տեղում, թեկուզ ամանորին, բոլորը միասին, այստեղ ասում է, որ այո, դա տեղի կունենա, բայց եթե ոչ թե ամանորին, դե կախված է թե երբ եք դուք պահել, օր, եթե պահել եք, մի փոքր ոնց որ ուշանում է, հա, ձեր ցանկության ժամանակահատվածից։ Այսքանը ոնց որ չկա էլ ուրիշ բան, դե ինչ ուրիշ աստղիկներ էլ չունեմ, ձյունիկներ։ Փնտրում եմ արևներ։ Ահա, այսքան առաջին տարբերակի համար, ցավոք չէր ընկել, բայց բավականին շատ տարբերակներ կային, որոնք որ կկատարվեին, բայց ավելի ուշ։ Չեմ թողնի այդ ձիուկը, որովհետև այդ ձիուկը պետք է գնա տոնածառի վրա, չնայած երկու հատ էր, դրա համար մեկը որոշեցի այստեղ ձեզ էլ ցույց տալ։ Մյուսը տոնածառի վրա է, բայց կտանեմ հետո էլի եւս տոնածառի վրա։ Մեկ րոպե մոմոս էլի մոռացել եմ։ Ահա, եւ ուզում եմ նշել, խումբը գործում է արդեն Telegram-ում։ Շատերն են ցանկանում դեռ միանալ, դեռ սպասում եմ, որպեսզի միանաք, միանալուց հետո այնտեղ հաշտագներով ամբողջը նշվում է, երբ որ կմիանաք, այնտեղ եւ նաեւ ովքեր որ կան խմբում, ովքեր դեռ տեղյակ չեն, հաշտագներ կան, հաշտագների վրա որ սեղմում եք, ինքը կբացի այդ դրա վերաբերյալ բոլոր տեղեկատվությունները եւ կարող եք յուրաքանչյուր բան մտնել նայել այնտեղ։ Հատ առհատ մտնել նայել այդ ժամանակահատվածի համար ինչ կա։ Որոշ բաներ հենց հստակ լուսնային որևիցե օրվա համար է նախատեսված եւ իհարկե փակել եմ արդեն, բայց չի թույլատրվում տարածել դա։ Եվ մի տեսակ նորմալ էլ չի լինի, որ դուք գումար վճարեք եւ ուրիշը տեսնի դա։ Բացի դա էլ, տարածելը չի թույլատրվում, խստիվ արգելվում է, եթե նկատեմ եւս մեկ անգամ ուղղակի դուրս կհանամ, ուրիշ ոչինչ։ Այսքանը այդ տեղեկատվության համար, նաև հակաքրիստոսի վերաբերյալ էլ խոսել եմ, վերնագիրը հենց այդպես էլ դրել եմ, եթե տեսնեմ մարդիկ չնայեմ, ավելի փիս վերնագիր կդնեմ, որովհետև դա շատ կարևոր է, ուզում եմ, որ մարդիկ իմանան։ Եվ պետք է շատ խորանալ, հասկանալու համար իմ ասածները, շատ պետք է խորանալ։ Որովհետև նման թեմաները, հակաքրիստոսը, ապոկալիպսիսը, դրանք խոր իմաստ ունեն եւ դրանք պետք է ուղղակի լավ հասկանալ։
այդ թեմաները, դրա համար ես շատ ժամանակ չեմ խոսում, որովհետև մտածում եմ անհասկանալի կլինեն մարդկանց։ Բայց եթե երկար վերլուծեք, կհասկանաք։ Այսքանը տեղեկատվության համար, իհարկե, դե նաև կարող եմ շարունակել եւ խոսել։ Կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Նաև խումբ կա WhatsApp-ում, միայն Telegram-ում չի։ WhatsApp-ում էլ կա, որովհետև մարդիկ կան, որ չունեն Telegram, բայց ամենայն դեպս դիմել եմ եւ ելի եմ դիմում, որպեսզի եթե հնարավոր է Telegram քաշեք, այդպես թող ամբողջը մի տեղում լինի եւ Telegram-ով ավելի հեշտ է գտնելը, հաշտագներով հեշտ է գտնելը, WhatsApp-ում չեմ կարողանում հաշտագներով կառավարել այն, որովհետեւ չկարողացա, հա, ինքը ցույց չի տալիս։ Ցավոք ցանկությունը չընկավ, ցույց չի տալիս հաշտագը։ Դրա համար դուք չեք կարող սեղմել հաշտագի վրա եւ հետո գտնել այդ տեղեկատվությունը, մի փոքր դա է խնդիրը։ Մի քիչ ուշանում եմ, մի քիչ չէ բավականին ուշանում եմ։ Չենք ընկճվում, երբ որ ուշանում է, որովհետև ուրեմն ինչ-որ մի բան դեռ պատրաստ չի ձեզ համար, ինչ-որ մի բանը դեռ պետք է չլինի։ Ահա, ուրեմն երկրորդ տարբերակում բավականին ուշանում է, բայց այն ինչ որ ասեմ, դա է ուշանալու։ Իսկ եթե չեմ ասում ձեր ցանկությունը, հա, եթե չկա այստեղ, ապա դեռ ուրեմն ժամանակը չէ։ Հեռախոսազանգ, որը ձեզ համար շատ կարևոր է, ոմանց մոտ այստեղ գործի ընդունվել, աշխատանքի ընդունվել, պայմանագիր կնքել, բիզնեսը առաջ տանել, նաև սա ծանոթություն է հակառակ սեռի ներկայացուցչի հետ, որ ձեզ կծանոթացնի կամ ձեր աշխատակիցը կամ որևէ երրորդ անձնավորություն։ Եվ հեռախոս գնել կամ հեռախոս նվիրել, ինչ որ մեկը երևի թե ուզում է իր կյանքից մեկը գնա։ Այստեղ կգնա, բայց դեռ ուշ, հա, եթե երկու անգամ եք պահել, հա, նա մի փոքր շուտ էր, սա ավելի ուշ է։ Սա այն մարդկանց մասին է, ովքեր որ ունակ ընկերուի ներկան չէ, որ շատ տհաճ է իրենց հետ շփվել եւ տզի նման անդադ կգան ձեր տուն կամ հարևանները կգան ձեր տուն եւ ուզում եք իրենցից ազատվել, որովհետեւ հոգնեցնում են ամեն անգամ գնալ գալով, չի կարելի այդքան գնալ գալ հենց այնպես։ Դու պատրաստ չես, դու չես ուզում ինչ-որ մեկի հետ խոսել եւ այլն։ Նաեւ այստեղ ընկերների հետ հանդիպում որ առիթ կարող եք ստեղծել դուք ինքներդ կամ առիթ կարող է լինել ձեզ հրավիրեն, հա, եւ դուք ուրախանաք։ Կամ ուղղակի հավաքվեք դասարանցիներով կամ մեկ այլ ընկերներով կարող են, հին ընկերներով կամ հին թաղամասի ընկերներով այդպես։ Այսքանը երկրորդ տարբերակի համար եւ կնայենք երրորդ տարբերակը, ֆիքսվեք ձեր ցանկության վրա, երբ որ խառնում է։ Կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Ցանկությունը չի լինում, արանքում է լինելու, ցավոք սրտի, հայ Հելենա եկա նախավերջինի մեջ է,
էր ընդամենը այս վերջինի մեջ լիներ, բայց մեկ քայլ, հա, տեսնում եք այս ու այն կողմ։ Ես սրա ինչն եմ ասել։ Կիսելուց էր երևի։ Չնայած նա էլի մի փոքր այս ու այն կողմ կիսեի։ Ուրեմն պետք է չլիներ ժամանակին։ Ահա, ուրեմն ցանկությունը ուշանում է, այս դեպքում արդեն բավականին ուշանում է։ Եվ այն ինչ որ կնշեմ, դա է ուշանալու։ Հա, մնացածը դեռ ուրեմն ժամանակը չի որ լինի։ Համար ուշադիր պետք է նայել ընթացքում։ Ուրեմն այստեղ սպորտի գնալ, բայց հաղթանակը դեռևս ես չեմ տեսնում, որովհետև հաղթանակ չի ընկել։ Կա։ Պես որ հաղթանակ էլ կունենաք սպորտով, եթե լավ մարզվեք, տան հետ կապված այստեղ վերանորոգում կամ նաև տուն գնել, հեռախոսազանգ, որը ձեզ համար շատ կարևոր էր։ Այստեղ երեխաների հետ կապված յուրաքանչյուր հարց, դա կարող է լինել, որ հղիանակ, դա կարող է լինել, որ ձեր երեխաների մոտ ինչ որ մի բանը լինի, նաև ավելի թեթև ծննդաբերություն է սա։ Գործիքներ, սա եւ վերանորոգում սկսելու համար է, եւ գործիքներ ձեր գործունեության համար։ Նաև կենցաղային տեխնիկա գնեք, եթե պահել եք, սիրում է ձեզ արդյոք թե ոչ, ապա այստեղ նշված է, որ սիրում է, կամ նոր սեր գտնեք արդյոք թե ոչ, ապա եւս ասում է այո, հեռախոս, այստեղ կամ կգնեք կամ ձեզ կնվիրեն, եւ այստեղ մեքենա, կամ եւս կգնեք, կամ միգուցե նվիրում են։ Այսքանն է ոնց որ, այստեղ նաև տատի, պապի, թոռ, հա, թոռներով, ծոռներով հավաքվել, բոլորով եւս էլի դա եւս կուշանա։ Ինչ-որ մեկը կարող չի կարողանում գալ, ինչ-որ մեկը օտար երկրում է, որ բացարձակապես դեռևս թղթերի հարցը լուծված չի եւ չի կարող գալ։ Այդպես։ Այսքանը ձեզ համար եւ պահեք վերջին տարբերակը, պահեք 4-րդ տարբերակը, գոնե տեսնենք աստղում բարեգութ գտնվի եւ նոր տարվա շեմին գոնե մի բան ասի։ Տեսնենք։ Ֆիքսվեք վրան, որպեսզի ճիշտ լինի։ Վայ։ Կկատարվի արդյոք 4-րդ տարբերակի ցանկությունը։ Չի ուզում էլի, մեկ տարբերությամբ ընդհանրապես շատ քիչ տարբերություն է, հա, սա։ Մի փոքր ուշ է նշանակում։ Ահա, ուրեմն 4-րդ տարբերակը, ինչպես տեսակ ցանկությունը ընդամենը մի աննշան է հեռու,
Սպորտով զբաղվել, կարող եք զբաղվել, բայց հաղթանակը եւս չեմ տեսնում, չկա հաղթանակի քարտը, որ միացնեմ իրար, Անցեր անգամ սա էր, բայց սրա պոչը չգիտեմ որտեղ է, այս ծերումը, ուղղակի պետք է լավ մերզվեք, հեռախոս գնել նաև ձեզ նվիրեն, գործարք կնքել, աշխատանքի ընդունվել, ոչ պայմանագրեր կնքել, նաև ծանոթանալ հակառակ սեռի ներկայացուցչի հետ, այդ ամենը եւս կարող է մի փոքր ուշանալ, նաև ծաղիկ նվեր, եթե ուշ ժամանակահատվածի համար եք բայել, օրինակ մարտ, ապրիլ, ապա հա, դա նորմալ է, այդ ժամանակահատվածում կստանաք, եթե ամանորին, ապա դե տեսեք, ինձ համար մի փոքր դա կասկածելի է, որովհետև աստղերը չեն ընկել։ Այսքանը, այդտեղ բաց չեմ թողել ոչինչ, դա ում ցանկությունը որ չի լինում մի ընկճվեք, ձին թող ձեզ պահապան լինի, թող այս տարի ինեք, ինչքան է ոտերը բացել, դա նշանակում է, որ բավականին հավեսով առաջ է գնալու, մեզ բոլորիս առաջ է տանելու, ուղղակի մենք չենք կարող հիշել 60 տարի առաջ ինչ է տեղի ունեցել, դա ես չեմ հիշի, մայրս էլ փոքր է եղել, դա պետք է լինի մոտապես 70-80 տարեկան մարդ, ով որ կհիշի, թե այդ ժամանակահատվածում ընդհանրապես ինչեր են եղել, դրա համար ոչ ոքս չենք հիշի, թե ինչ է եղել, ինչպես է անցել այդ տարին, եթե թեկուզ այդ տարիքի անձնավորությունը միևնույն է, էլի կարող է չհիշել, թե ինչ է եղել, կարող է այդ ժամանակ ինքը երեխա ունեցել, ամուսնացել է, ինչ-որ մի բան իր կյանքում առաջ է շարժվել, նույնն էլ սա է, եւ այս տարի եւս հատկապես նա կրակի է եւ կրակին ոնց որ ավելի արագ է գնում, քան սովորաբար մնացած ձիերը, դրա համար մեր գործերն են արագ գնալու առաջ, պետք է իր հետ կարողանաք հավասար առաջ գնաք, բարի պետք է լինեք եւ պետք է չմոռանաք Աստծուն եւ դեմ չկանգնեք եկեղեցուն, ամենակարևորն է դա եւ բոլորիդ նաեւ եւս մեկ անգամ խնդրում եմ, որ գնաք ընտրություններին եւ եթե չեք ուզում ինչ որ մեկին ընտրեք, ապա ուղակի խաչեր քաշեք վրան, ջնջեք, սենց խազեր արեք վրան, տարեք գցեք, բայց ձեր անվան դիմաց գնացեք ստորագրեք, դա իմ ամենամեծ խնդրանքն է ձեզ, միայն այդպիսով ես կարող եմ հեռվից ձեզ օգնել, որ Հայաստանը պահպանվի, որ եթե լավ լսեք Հակա Քրիստոսի մասին, կհասկանաք, թե ինչի մասին է խոսքը, ես առանձնացրել եմ, չնայած իմ բառերը, որոնք որ շատ կարևոր են, առանձնացրել եմ շորտեր եմ սարքել, կարող եք դրանք լսել, եթե չեք ուզում ամբողջը լսել, այսքանը լավ եղեք, թող 2026 թվականը ձեզ համար բերի ամենալավ բաները, բարեկեցություն, ովքեր աշխատանք չունեն, աշխատանք գտնեն, ովքեր երկրորդ կես չունեն, երկրորդ կես գտնեն, կարողանաք ձեր կյանքը կառավարել ճիշտ այնպես, ինչպես որ դուք եք ուզում, այնպես ինչպես որ ձեզ է հարմար, որովհետև պետք չի նայել ուրիշին, թե ինչ է անելու, ես կարող եմ հետո ձեզ ցույց տալ իմ ամանորի սեղանը, որովհետև ես երբեք ոչ ոքի համար ոչ մի ավելորդ բան չեմ անում, որովհետև դա ընտանեկան տոն է համարվում եւ ինձ համար միևնույն է, եթե ինչ-որ մեկը կմտնի եւ ինչ-որ մի բան կասի, ես ոչ ոքի համար չեմ այդպես բաներ անում, ձևավորումներ, հա, կարող է ես սիրում եմ ձևավորումներ, ես սա կարող եմ անել, բայց ինչ-որ հատուկ ծախսատար գնումներ, ես ի վիճակի եմ դա անելու, բայց ինձ պետք չի դա, որովհետեւ ոչ ես եմ ուտում, ոչ աղջիկս, ոչ ամուսինս, մենք ոչ կոկորտիլոս ենք դնելու սեղանին, ոչ օծ ենք դնելու սեղանին, ոչ մի բան չենք դնելու ավելորդ, այնպես որ մի կոտորեք ձեզ հանուն որևիցե մեկի, հետո ամբողջ տարի պարտք փակել, ապրեք թեթև ապրեք, ամանորը պետք է դիմավորել ժպիտով, ուրախությամբ, բարձր տրամադրությամբ, էներգիայով լցված, որովհետև
կրակի ձիու տարի եք մտնում եւ հենց այնպես չէր, որ հենց այս ժամանակահատվածում այս ձին գտնվեց, որովհետեւ ինքը կորել էր, տոնածառը արդեն վաղուց դրված էր եւ դեռ մենք չունեինք մտածում էինք էլի գնանք գնելու, բայց ես իմ կլինի թե չէ, չնայած նայել ենք, չկարել։ Համենայն դեպս, հա, ինչ որ բաներ կան, որ մարդը պետք է անի հատուկ իր համար միայն, ոչ թե ուրիշի համար։ Ես երբևիցե պարտքով ոչ մի սեղան չեմ գցել, երբևիցե պարտքով ոչինչ չեմ արել, որովհետև պետք չի դա։ Հետո ես եմ տուժում, հետո կյանքը վայելելու փոխարեն աշխատում եմ պարտք տալու համար։ Ինչա թե նոր տարուն, հետո գիտեք հետաքրքիր բան է, որ չեն էլ գալիս այդ մարդիկ միգուցե իրենց դնում են չգիտեմ ում տեղը, կամ գալիս են չեն էլ ուտում։ Վերջում այդ ձեր գնացը թափում եք, որովհետև ժամանակ չկա այդքանը ուտելու։ Ի վերջո թափում եք, մնում է ինչը, պարտքը, որ ամբողջ 1 տարի եմ ասում, ձեր վզին է եւ դուք եք միայն տառապելու, որ դա փակեք։ Ապրեք թեթև, ինչքան կարող եք թեթև ապրեք։ Ապացուցելու ոչինչ չունեք։ Դուք ձեզ համար լավ թանկարժեք զգեստներ հայքեք, նստեք։ Դուք գնացեք ռեստորան դրանից հետո, գնացեք օտար երկիր նշեք, ոչ թե լցրեք սեղանը, տարեք աղբ, գումարը լցրեք աղբ, բայց ամբողջ տարի գումար տվեք ինչ-որ մեկին այդ աղբի համար։ Չի կարելի։ Ի վերջո վերջապես պետք է հայը հասկանա, որ դա տոն է, ոչ թե մրցույթ։ Դա սեղանի մրցույթ չէ։ Ինձ համար այդպես է, ես իմ խոսքն եմ ասում ձեզ, մնացածը թողնում եմ ձեզ։ Միգուցե ամեն մեկը լսի եւ հասկանա, որ այո, ճիշտ է, հերիք է, անգամ որ իմ մայրն է ասում հերիք է, որտեւ առաջինը իմ մայրս է, որ ինքը առյուծ է եւ սիրում է այդպես թիթիզ բաներ, սենց սեղանը պետք է իրակի 3-4 հարկանի լինի, ճղվի մեջտեղից։ Ես նման բաներ երբեք չեմ սիրել, երբեք չեմ արել, իրա վրա խոսացել եմ, այս տարի ասեց, հա դե թեթև եմ անելու, կտեսնենք իր թեթևը։ Թեթև եմ անելու, մեկա բարեկամները բավականին մարդիկ մահացել են, բավականին մարդիկ դրսում են եւ կապ այդքան չկա, ընդհանրապես ոնց որ հարսիս կողմն է, այսպես ինչ որ բաներ հատուկ չկա, ասում դե ég քիչ եմ անելու, դե տեսնենք։ Ես կսպասեմ, ես կտեսնեմ իր սեղանի պարունակությունը, որովհետև միշտ իրեն կոտորում է եւ հետո հունվարը դժվարանում են ապրել, փետրվարը դժվարանում եւ բոլոր մարդիկ են այդպես, ոչ թե իմ ծնողը։ Որովհետև հետո արդեն պետք է գումար պահել ձեռքը, որպեսզի կարողանալ ապրել հունվար, փետրվար։ Այդ ամեն ինչը պետք է, հա, ճիշտ կառավարել։ Հանուն ինչ որ մարդկանց, ով որ գա աշկերը չռի քո սեղանի վրա։ Եվ գիտեք, յուրաքանչյուր նախանձ, երբ որ տեղի ունենում, այդ նախանձը վերածվում է անեծքի։ Դուք պետք է ամենաառաջինը դա հիշեք, յուրաքանչյուր նախանձ վերածվում է անեծքի։ Եվ այդ նախանձությունը, որ իրենք արտահայտում են ինչ որ մի բան, դա վերածվում է ձեզ համար ամբողջ կյանքի համար անեծքի։ Ինչու եք թույլ տալիս, որ անիծվեք։ Ձեզ համար վայելեք ձեր սեղանը, ավելորդ բաներ մի թույլ տվեք։ Գիտեք ինչ եք հյուրասիրելու, գիտեք ինչ է հարկավոր եւ վերջ, այսքանում։ Ես այս սահմանափակեմ, սահմանափակվեմ այսքանով։ Շնորհավոր եմ բոլորիդ գալիք աման օրը, չնայած որ դեռ տեսանյութեր կան, որոնք որ կլինեն։ Սա է վերջինը այս տարվա համար։ Այսքանը լավ եղեք, թող որ բոլորի ցանկությունները կատարվեն։ Եթե ձգտեք դրան, եթե դա սարքեք նպատակ եւ անընդհատ մտածեք դրա շուրջ, ապա այն անպայման դուք ինքներդ կիրականացնեք, որովհետեւ էներգիան կտակ տիեզերքն է ձեզ կվերադառնի այն ինչը որ դուք եք ուզում անել։ Այսքանը լավ եղեք։